Նոյեմբերի 19-ի երջանկահիշատակ Տեր Սեպու arczepiskopos Շուլջյանի մահվան 5-րդ տարելիցն է։ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում կատարվեց հոգեհանգստյան արարողություն։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստուծո, անուխակալ եւ բարեգութ, գթակ ու առաջական ծիրողի հոգիս հանգուցյալ ծառայից կոր, եւս առավել Տեր, Իշատո կիտամորեն ընջեցելու տածից այոց, նահատակ զիմորացն մերոց, եվս առավել Տեր, մարդասիրությամբ կողնայա ըսոքիս Սեպու arczepiskopos Շուլջյանի։ Գուգարաց թեմում ամեն օր են հիշում Սեպու Սրբազանին։ Այստեղ նա մեծ հետք ունի թողած։ Նրա ամեն մի խոսքն ուներ իր հստակ ելևէջն ու ուղղորդումը։ Նույնիսկ դիպուկ կատակները հիշում է Տեր Վահանը։ Սեպու Սրբազանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրենով սկսվեց Գուգարաց թեմի ընթացքը, այսպես ասած, նշանակվեց, բացվեց Գուգարաց թեմը, որպես այդպին երկու մարզերի, ուրեմն տարածքի հիման վրա Գուգարաց թեմ հաստատվեց 96 թվականին, լծվել էր ամբողջությամբ։ Լավ գիտեր, որ դա իր ուսերին է, որպես եկեղեցական սպասավորի բացառիկ օրինակ էր այդ առումով։ Եվ մշտապես պիտի ասեմ, դա իր անձնային խառնվածքի խնդիրն էր, որպես այդպիսի երջանիկ եմ, որ իր առաջնորդության տարիներին ծառայել եմ եկեղեցում եւ այդ առաջնորդության տարիներին եմ հասկացել, ինչ ասել եմ եկեղեցական խոնարհություն, եկեղեցականի խոնարհություն, գործելու առումով խոնարհություն։ Սեպու Սրբազանը խիստ է եղել։ Հաճախ է ասել, անում է այն, ինչ պարտավոր է անել, ինչ պահանջում է Աստված, եւ անում է ամեն ինչ, որ հաջորդները գան ու ավելացնեն արդեն իսկ արվածի վրա։ Դա արդեն իսկ խոսում է նրանից, որ նա այդպես էր սովորել Բայրաթորից, իր նախնիներից այդպես էր սովորել, մշտապես դա էր ասում, որ ինքը նորություններ չի բերել աշխարհ, ինքը անում է այն, ինչ որ պահանջում է իրենից Աստված եւ հայրենիքի հանդեպ գործունեությունը պատկերացնել Աստծո հանդեպ պարտավորությամբ։ Եվ հիմա արդեն այն ինչ որ հաստատում շատ ու շատ բաներ կան գյուղերում մատուրներ, եկեղեցիներ, վերականգնված եկեղեցիներ, խոնարհված եկեղեցիների վերանորոգումներ եւ այսօր էլ արդեն այդ թափը կա, այդ եռանդը կա, որովհետեւ ճանաչել են առաջնորդին, գիտեն ինչ է առաջնորդը, գիտեն ինչպեսին է, հիմա էլ արդեն օրինակ Հովհաննես Սրբազանն է շարունակ։ Դա ինքնին այդ եկեղեցու ուսուցումն է, շատ հրաշք բան է դա։ Սեպու Սրբազանը ճանաչում էր յուրաքանչյուրին, գիտեր նրանց հնարավորություններն ու կարողությունները։ Միշտ խորհուրդ է տվել, որևէ գործ սկսելուց առաջ լավ մտածել, խորհրդակցել, ծրագրել ու հասկանալ նպատակը, որպեսզի մի գործը մի քանի անգամ չարվի։ Տեր Վահանը հիշում է, վերջին ժամանակներում նրա խոսքը ամենքին ու ամեն ժամանակաշրջանին վերաբերվող ավելի բուռն էր դարձել։ Այդ բուռն դառնալու մեջ նաև միսակ հայրական զգացողություն կար, թուլացել էր նաև, կարծես ընկրկում էր ինչ-որ բաների առջև, չէր կարողանում, թե միայնակ էր զգում ինչ-որ մի տեղ, թե չհասկացված էր զգում ինչ-որ մի տեղ, բայց երբեք չէր դադարում գործելուց, երբեք չէր խեղճանում, երբեք իրեն ոչ մի բան չէր կարող խեղճացնել։ Ներքին մի փոքրիկ վախ ուներ, ամեն մի այդպիսի կորստից վախ ուներ, այս ամեն ինչ փորձում էր անել այնպիսի կերպով, որ այդ վախն հաղթահարեր, որ հանկարծ չլինի, թե այդ նույն տեսակի վախով ինքը վաղը արթնանա։ Տեր Սեպու arczepiskopos Շուլջյանին Գուգարաց թեմի երջանկահիշատակ Սրբազանին հիշում են որպես առանձնահատուկ հետաքրքիր բոլորին նման ու բոլորից տարբերվող առաջնորդի։ Մենք աստվածաշնչյան ազգ ենք, այսինքն օրհնված ժողովուրդ ենք, մենք առաքելությունն ենք այս երկիր մոլորակի վրա, մենք պաշտպանում ենք մեր հայրենիքը, իսկ հայրենիքը մեզ համար հող չէ, այլ ավելի լայն, ավելի խոր ընդգրկուն մի սրբություն է։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթաբանակ։